Սեպտեմբերի 27-ը ամրագրվեց մեր հիշողության մեջ։ Որպես ցավի, կորուստի, նաև հերոսության օր։ Այդ գիշեր խրամատը լուռ էր, ոչ մի կրակոց, միայն հողն է շնչում, իսկ ես գրում եմ քեզ վերջին նամակը։ 2020-ի հոկտեմբերի 11-ին 73 հոգանոց վաշտը գնաց Հադրութ, ու վերադարձ չկար, ոչ մեկ, ոչ մի հոգի, բոլորն էլ դարձան անմահություն։ Մարտունու 7-րդ վաշտ, ձեր անունը հնչում է լռության մեջ, ձեր քայլերը դեռ զրնգում են քարերի տակ։ Երբ աշխարհը լռում էր, միայն ցավն էր խոսում, երբ կյանքը առաջ էր գնում, կա մի տեղ, որտեղ ժամանակը կանգ էր առել, 18-ից 20 տարեկան տղաների աչքերում, ովքեր գնացին ու չվերադարձան։ Նրանք չէին սպասում փառքի, չէին սպասում պարգևների, պարզապես կռվեցին հանուն մի բանի, որ բառերով չի չափվում՝ հող, ազգ, ընտանիք, եղբայրություն։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, իսկ մենք ապրում ենք, չկարողանալով երբեք մոռանալ, թե ինչ գնով է տրվել այս խաղաղությունը։ Ապրում ենք մի աշխարհում, որտեղ լռության մեջ լսվում է մայրերի լռին արցունքները, երբեմն էլ հոր բացակա հայացքը, որ 1000 անգամ մահացավ որդու հողակավորության օրը։ Նրանք չսովորեցին ափսոսալ, նրանք սովորել էին նվիրվել, կռվել ու պաշտպանել։ Նրանց սերն էր իրենց զենքը, ոչ ատելությունը, երիտասարդությունը, որ դարձավ հավերժություն, 18-ը երազանքների տարիքն էր, իսկ նրանք ապրեցին այդ երազանքները պատերազմով։